Հարգելի հայրենագիտներ, անցող շաբաթը նշանավորվեցավ շարք կարևոր ցերնարկներով եւ հանդիպումներով, որոնք ուղղված էին մեր ազգային հարցերուն, պատմական հիշողության պահպանման եւ ներկա աշխարհակահաղական զարգացումներուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան ուղերձով հանդես եկավ նվիրված հայ մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարեդարձին։ Իր խոսքին մեջ նախագահը շեշտեց, որ հայկական բանակի պատմությունը չսկսիր միայն վերջին տասնամյակներուն։ Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը ունի խոր արմատներ, իսկ հայ զինվորի մարտական ոգին գերդված է դարերու ընթացքին։ Նախագահը հիշեցուց, որ Արևմտյան Հայաստանի համար զինվորական կազմակերպումը սկսած է վաղ շրջանին։ Ան մասնավորապես անդրադարձավ երկու կարևոր երևույթներու՝ Արևելյան լեգիոնի կազմավորման եւ զորավար Անդրանիկի առաջնորդած հերոսական զորախմբերուն, որոնք դարձան ազգային դիմադրության եւ ազատագրական պայքարի խորհրդանիշներ։ Անդրանիկ Օզանյանի գործն ու գաղափարները այսօր ալ գշարունակեն ոգեշնչել նոր սերունդները, պահպանելու ազգային արժանապատվությունը եւ ուժեղացնելու հայկական պետականությունը։ Մեր պատմությունը միայն անցյալի հիշողություն չէ, ան նաեւ պատասխանատվություն է ապագայի հանդեպ։ Այս առիթով կազմակերպված ցերնարգին մասնակցեցան բազմաթիվ պատգամավորներ, հասարակական եւ մշակութային գործիչներ։ Հանդիպումը դարձավ ոչ միայն հիշատակի պահմը, այլ նաեւ առիթ խորհելու մեր ժողովրդի անցյալին, ներկային եւ ապագային մասին։ Նույն շաբթվան ընթացքին Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյան իր խորին ցավակցությունները հայտնեց Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանին իսրայելյան հարձակման հետևանքով այաթոլլա Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։ Իր ուղերձին մեջ անընդգծեց, որ առաջին համաշխարհային պատերազմեն ի վեր 5 քաղաքագործությունները հաջող դարձած են նոր աշխարհակարգի քաղաքական բախումներու թիրախ։ Նախագահը գոչ ուղեց հագամարտող գոմերուն ցուցաբերելու զսպվածություն, թատրեցնելու ռազմական գործողությունները եւ վերադառնալու բանակցություններու ճանապարհին միջազգային իրավունքի եւ մարդկային արժեքներու պահպանման համար։ Շաբթվան ընթացքին տեղի ունեցան նաև մշակութային ցերնարկներ եւ միջազգային աշխատանքներ։ Քննարկվեցան պատերազմներու հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրները, իսկ միջազգային հարթակներուն ներկայացվեցան առաջարկներ միջազգային ուշադրությունը գրգին կենտրոնացնելու Արցախի հարցին վրա։ Սիրելի հայրենագիտներ, այս բոլոր քայլերը կվկայեն, որ մեր ժողովուրդը կշարունակի հետևողական աշխատանքը, պահպանելու իր պատմական հիշողությունը, պաշտպանելու իր իրավունքները եւ գերդելու ավելի ապահով եւ արժանապատիվ ապագա։ Շնորհակալություն։